Ամերիաբանկը ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում որպես Lion Finance Group-ի խմբի մաս։ Իրադարձությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում նշանավորվեց զանգի հնչեցման արարողությամբ։ Այսպիսով Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։ FTSE 100 խոշորագույն ընկերությունների շարքում հայտնվելը դա մեծ պատիվ է մեզ համար, դա իհարկե ավելացնում է վստահությունը հենց ֆինանսական կառույցի նկատմամբ, այսինքն Ամերիաբանկի նկատմամբ, ինչպես նաև ավելի գրավում է ուշադրություն դեպի Հայաստանի Հանրապետություն որպես զարգացող շուկա։ Lion Finance Group-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում վկայում է խմբի երկարաժամկետ ռազմավարության և կայուն աճի նկատմամբ միջազգային ներդրողների մեծ վստահության մասին։ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելը բարձրացնում է ընկերության հեղինակությունը, բրենդի ճանաչելիությունը, եւ այս ամենն ամրապնդվում է FTSE 100 ցանկում ներառվելու հաջողությամբ։ Այս ցանկի առաջատար ընկերություններով հետաքրքրված են ավելի մեծ թվով ներդրողներ։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք ստանալ շատ ավելի լայն հասանելիություն կապիտալի շուկաներին, միևնույն ժամանակ ճանաչելի դարձնելով մեզ ավելի շատ մարդկանց։ Սա լավ լուր է Հայաստանի համար, քանի որ շատ օտարերկրյա ներդրողներ իմանում են Հայաստանի մասին, հասկանում են երկրի մեծ տնտեսական հաջողությունը եւ որ այնտեղ գործում են հեղինակավոր ֆոնդային բորսաներում ցուցակված եւ միջազգային հեղինակություն ունեցող հաստատություններ։ Ուստի կարծում եմ, որ դա մեծ առավելություն է Հայաստանի համար։ Այսպիսի կազմակերպությունների գոյությունը Հայաստանում սահմանում է ծառայությունների մատուցման լրիվ ուրիշ ստանդարտներ եւ այդ ստանդարտները ծառայությունների մատուցման, որովհետեւ բանկերը իրենք սպասարկում են տնտեսությանը, կարծում եմ տնտեսական զարգացման տեսանկյունից էական դեր է ունենալու նոր որակը, նոր պրակտիկան, որովհետեւ Լոնդոնի ֆոնդային բորսայի ամենավերևի 100 ընկերությունների ցանկում լինելը ոչ միայն նշելու եւ ուրախանալու առիթ է, այլ դա ամենօրյա կատարելագործման նաեւ պահանջ է, որովհետեւ ներդրողները ամեն օր գնահատական են տալիս քեզ։ Lion Finance Group-ը միավորում է տարածաշրջանի առաջատար հաճախորդակենտրոն թվային հնարավորություններով հագեցած ունիվերսալ բանկերը եւ գործում է իր հիմնական անդամների Վրաստանում Bank of Georgia-ի եւ Հայաստանում Ամերիաբանկի միջոցով։ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով ֆինանսական խմբի ներգրավումը FTSE 100 ինդեքսում հնարավորություն կստեղծի Հայաստանի եւ Վրաստանի համար միջազգային ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։ Սա հրաշալի փորձ է, երբ որ վրացական եւ հայկական բիզնեսները համատեղ ձևավորում են օրակարգ, եւ օրակարգը էապես ավելի ամբիցիոզ է, քան իրենք առանձին կարող են իրականացնել, այսինքն ներգրավելով FTSE 100 ինդեքսի մեջ, դա ոչ միայն որակի, այլ նաեւ որոշակի ֆինանսական ցուցանիշների մասին է վկայում։ Ու ես կարծում եմ, որ մենք պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի նման հաջողության պատմություններ ավելի շատ ունենանք, որպեսզի միջազգային ինվեստորների կողմից Հայաստանը եւ Վրաստանը դիտարկվեն այնպիսի երկրներ, որտեղ ներդրում իրականացնելը շահավետ է եւ անվտանգ։ Ֆինանսական աշխարհի համար կարևոր այս իրադարձությունը Lion Finance Group-ի եւ դրա անդամների համար նշանավորում է զարգացման նոր փուլ, որի հիմքում երկարաժամկետ ռազմավարական տեսլականն է եւ հաճախորդների համար արժեք ստեղծելու հանձնառությունը։